Մեր տպավորությունն այնն է, որ չգիտեմ, այս Հայաստանում միակ նորմալ հող ունեցող տեղը Արարատյան դաշտավարն է, մնացած նախալեռնային գոտիներն են հիմնականում այս գյուղատնտեսությանը մատնված է կատարյալ անտերության, կատարյալ, մոռացել են իրանք երևի, որ Հայաստանում երկիր պահողը հիմնականում գյուղատնտեսությունն է, ոչնչացածը զրո է, իրանք էլ են ասում, այս 2 տարի է գյուղատնտեսությունը զրո էլ չի հասնում, թողել են անտեր լրիվին։ Այն կարգի, չգիտես որ կողմից սկսես, որ կողմից ասես ես, տարիներով ասում են, որ ջրի կորուստուն են, ստեղ ջարդացան, դեղ փշրացա, տալիս գայի ավտոներ են առնում, տարին 2 անգամ էլեկտրական ավտո են առնում, որ մի ավտոն 4-5 գյուղի մենակ ոռոգման ջրի հետ կարկատեին գոնե տրուբեկն ու տեղած է։ Ինչի եք վերածել այս երկիրը։ Երկիրը նման, մենակ երկիրը կամ էր կառավարության նիստի ժամանակը մեկ էլ հմեկով է երկիր։ Դրանից դուրս երկիր չկա էլ։ Ուր աստ է գյուղատնտեսություն, կարակ ցույց տաք, տնտեսական անվտանգություն, չգիտես, բանը, պարենային անվտանգություն, ինչ եք նստած քամիներ անում։ Մի հատ ձեր աթոռներից վեր եկեք, գնացեք մի հատ մտեք գյուղերը տեսեք ինչ վիճակի եք հասցրել։ Տաքուկ տեղեր նստած եք ձեր կոմպյուտերների առաջ, գիտեք, երկիր եք ղեկավարում, միֆ է այս ամեն ինչը։ Մենակ հեռուստաընկերությունից երկիր չեն ղեկավարում։ Մի հատ մտեք ժողովրդի մեջ հլը։ Ինչքան կարելի է անտերության մատնել, հիմա ինչ, մեր երեխեքի մանկությունը նախկիները խլեցին, դուք էլ մեր թորների մանկությունն եք խլում, ինչի պետք է հասցնեք, հետո ասում եք արտագաղթ, բա ինչ պետք է լինի, արտագաղթ պետք է լինի, մարդը չի կարում իր երկրի մեջ ապրի, ջնջես պրծավ կարկուտը 100%-ով տարել է, ոչ մի բան չի մնացել, կես ժամ հետո նոր կարկուտի կայաններն աշխատում են, որ ինչ, Վատկից հետո կարմիրցում, ինչ են գալու վիճակ չի, մի հատ ելեք ձեր կաբինետներից, ելեք մտեք ժողովրդի մեջ հլը, քամի եք անում սաղորը նստած ձեր բաներից, հեռուստաընկերությունների դեմից։ Ես խաղողի այգի եմ մշակում, է Ծիրանի այգի, խաղողի այգին ենք կարգի ատարել, որ ոչ թե մյուս տարի էլ չի լինի, հիմա պետք է մյուս տարի այդ խաղողի այգին մի քիչ մատ տա, այն մյուս տարի նոր իմանանք կլինի թե չէ, իսկ Ծիրանի մասին խոսք չկա, լրիվ ջնջած է, նույնիսկ այդ սոկի համար էլ կարող է Ծիրանը չվերցնեն, կարակ բացատրեք է ժողովուրդ ես, մենակ ես գյուղը չես, կողքի մի 10-15 գյուղ լրիվ ջնջած է, ոնց պետք է ապրեն այդ ժողովուրդը։ Տեղեկություն կար, որ ասում են հակակարգտային կայանները գործել են, պարզապես ուժգին է եղել։ Թող գործեին, առաջի հերթին բանը, կարկտից հետո է սկսել կրակել, երկրորդն էլ, թող կրակեին մի քիչ մանր գար, այս կարգի չջնջեր, տես բան չի եղել։ Էսի գիտես, որ